Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է։ 1901 թվականից շնորհվում է Նոբելյան մրցանակ եւ որպես կանոն Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողները մշտապես եղել են հայ թարգմանիչների եւ այ ընթերցողների ուշադրության կենտրոնում։ Հատկապես անկախության տարիներին եւ հատկապես 2010-ական թվականներից Նոբելյան մրցանակագիրների գրքերը սկսեցին ավելի ակտիվորեն թարգմանվել հայերեն եւ դա բերեց նաեւ մեկ այլ հետաքրքրության, ընթերցողները սկսեցին հետաքրքրվել նաեւ նրանց Նոբելյան բանախոսություններով, որոնք պարբերաբար թարգմանվում, հրատարակվում էին տարբեր թերթերում, կայքերում եւ այլն, բայց դեռևս չկար մի ժողովածու, որը ինչ որ առումով կամփոփեր այդ Նոբելյան բանախոսությունները եւ ահա Սառույցը կոտրված է, մեր սեղանին է 33 Նոբելյան մրցանակակիր ժողովածուն, որը կազմել է Սևակ Ղազարյանը եւ որի հետ էլ այսօր կզրուցենք այս գրքի մասին։ Ողջույն Սևակ։ Ողջույն Արտեմիկ։ Նախ կուզեի 33-ի վրա կենտրոնանալ, որովհետեւ 122 գրող ստացել է Նոբելյան մրցանակ, բայց իհարկե ես այնտեղ գիտեմ նաեւ բախվել եմ աշխատանքային process-ում, որ որոշ հեղինակներ, օրինակ Հեսեն, չունի Նոբելյան բանախոսություն, այլ գրողներ կան, որ չեն գնացել, չեն ուզեցել ստանալ այդ տարբեր ինտրիգներ կան, այդուհանդերձ 33 չեն, էլի, ինչ որ խորհրդանշական բան կա այս ճառերի քանակի մեջ։ Նախ իրական 127-ն են, որտեղ եղել են դեպքեր, որ երկու մարդ է միաժամանակ ստացել, վաղ անցյալում, այո։ Եվ այո, եղել են նաև հրաժարման դեպքեր, բայց շատ եզակի են, իրականում թերևս միակ կամովին հրաժարումը Ժան-Պոլ Սարտրինն է, որը մտածված հրաժարվել է իր ստեղծագործական անկախությունը պահելու համար, ինչպես ինքն էր ասում, Պաստերնակն է հրաժարվել, բայց սովետական իշխանությունների դրդմամբ, այո, որտեղ ստիպեցին, եւ այստեղ նախաբանում նշում եմ շատ հետաքրքիր է Լև Տոլստոյի դեպքը, որը նախապես է հրաժարվել, ոչ թե ստանալուց հետո, այլ իմանալով, որ տվյալ տարի իրեն տիշնորեն, այո, խնդրել է իր ընկերոջն է գրում, որը կապ ուներ ակադեմիկոսների հետ, ովքեր շնորհում են մրցանակը, որ իրեն շնորհեն, որտեղ մրցանակի հետ նաև բավական մեծ գումարային պարգևատրում է նախատեսում, իսկ Տոլստոյը այդ ժամանակ արդեն համարում էր, որ գումարը չարիք է եւ չի ընդունում։ Մենք գործում ենք այն տոլստոյականության հարուցվեպից հետո իր այդ կենսափիլիսոփայության հետ։ Ինչու 33։ Նախ ի սկզբանե նպատակ չկար բոլորին թարգմանելու, որովհետեւ գիրքը նախ շատ մեծ կներ, տեսեք 33 ճառու բանախոսություն է, բայց արդեն 300 էջանոց գիրք է։ Ինչու, որովհետև բացի ծավալից, ճիշտ է դու նշեցիր, որ վերջի 2 տասնամյակում այո թարգմանվում են մեր Նոբելյան հեղինակները, բայց այնուամենայնիվ դրանց մեծ մասը մինչ օրս հայերեն թարգմանված չէ։ Շատ գրողներ կան, որ ընդհանրապես հայերեն թարգմանված չեն։ Հուսանք կլինեն, շատ գրողներ կան, որ գուցե օբյեկտիվորեն այդպես էլ չթարգմանվեն, հատկապես վաղ շրջանի միշտ ուզեցել եմ թարգմանել։ Եվ հատկապես վաղ շրջանի սկանդինավյան գրողները մանավանդ, որոնք նույնիսկ Եվրոպայում այդքան հայտնի չեն, այդքան տարածված չեն։ Ես այստեղ ավելի շատ առաջնորդվել եմ եւ իմ անձնական նախասիրություններով եւ ընդհանրապես հայ ընթերցողի անծանոթ լինելու հանգամանքով եւ այդպես ստացվեց, առանձնացվեցին հենց այս թիվը ուղղակի ստացվել է, ինչ որ գեղեցկության համար չենք ընտրել 33։ Բայց նաև գեղեցիկ էլ է, ինչի՞ չէ։ Բայց հա, գեղեցիկ է նաև։ Սապիկին շատ գեղեցիկ սազում է։ Ցավոք, այդ առաջաբանում եմ նշել, մի քանի ֆրանսիացի հեղինակներ կան, որ շատ կուզեի լինեին, բայց չգիտեմ ինչ պատճառներով իրավական Նոբելյան ֆոնդը, որին մենք դիմել էինք հեղինակային իրավունքների համար, կոնկրետ այդ հեղինակների, օրինակ Քամյուի, մյուսների հեղինակայիններին չէր տիրապետում եւ առաջարկեց առանձին այդպիսի դեպքեր կան, հա։ Այո, եւ առաջարկեց առանձին ֆրանսիական հրատարակությունների դիմել այդ գրողների հեղինակայինները ստանալու, բայց դա իրավական առումով ավելի երկարացնում էր process-ը։ Իսկ գիտեի, այս ճառերի հեղինակային իրավունքը հենց Նոբելյան կոմիտեին մենք էլ ենք այդպես կարծում, բայց պարզվում է ոչ բոլորինը։ Մեծ մասին այո, բայց ոչ բոլորինը։ Սևակ, ես հիմա աչքի եմ անցկացնում հեղինակների ցանկը 33-ի, Սենկևիչ, Քնութ Համսուն, Թոմաս Ման, Բունին, Հեսե, Էլիոտ, Ֆոլկներ, Մորիակ, Հեմինգուեյ, Խիմենես, Թայնբեկ, Շոլոխով, Աստուրիաս, Կավաբատա, Սոլժենիցին, Ներուդա, Բյոլ, Միլոշ, Մարկես, Գոլդինգ, Սիմոն, Բրոդսկի, Խոսեսելա, Պաս, Մորիսոն
Կենզաբուրե Օե, Սարամագո, Գրաս, Փամուկ, Լկլեզիո, Վարգաս Լյոսա, Իշիգուրո Հանդկե եւ ուրախությամբ նկատեցի, որ առանձին գրքերով, ասենք երևի չեմ հանդիպել Խիմենեսին եւ երևի թե Մորիսոնին։ Մնացած բոլոր հեղինակները տարբեր տարիներին հատկապես էլի շեշտեմ վերջին տարիներին շատ պրոդուկտիվ եւ գեղեցիկ թարգմանություններ ունեն հայերեն գանք մի կարևոր կետի այդուհանդերձ ես նշեցի խոսքի սկզբում որ այս Նոբելյան բանախոսությունները բնականաբար եթե գրքերը կան հեղինակներին ծանոթ ես լրացուցիչ հետաքրություն առաջացրեցին ըստ քեզ որքանով կապ ունեն այս ճառերը գրողների հետ արդյոք որտեվ դեպքեր կան օրինակ ես կարդացել եմ անակ Քնութ Ամսունի ճառը եւ այդքան էլ չեմ տպավորվել ճիշտն ասած որովհետեւ ինչ որ այ քո ասած սկանդինավյան երկրի գրողի մի ճառեր որը ավելի շատ շնորհակալություններ պատկառանքեր հենց հանձնաժողովի հանդեպ քան հանձնաժողովը պետք է իրենից պատկառեր էլի այսպես ձևակերպեմ որքանով են իրենց եւ որքանով են օգնում ավելի լավ կարդալ ճանաչել այս գրողներին ուրեմն հարցիդ պատասխանելու համար նախ պիտի տարբերակենք ճառ եւ բանախոսություն երևույթները այդ շատ կարեւոր է որովհետեւ այո կա Նոբելյան ճառ կա Նոբելյան բանախոսություն Նոբելյան ճառը դա սովորաբար Համսունինը ճառը ըստ կանոնակարգի նույնիսկ դա կանոնակարգված է 3 րոպեից ավել չպիտի լինի հեղինակի շնորհակալական խոսքն է ըստ որում ինչպես էլի սկզբում նշեցի այդ 20-րդ դարի առաջին տասնամյակներում նույնիսկ այդ ճառը շատ գրողներ ուղակի բավարարվում էին զուտ շնորհակալություն ասելով օրինակ դրա համար այստեղ Ռաբինդրանաթ Թագորը կամ Բերնարդ Շոուն չկան որովհետև իրենք ստացել են ուղակի վերենկացել ասել են շնորհակալություն այդ մի բառը կամ մի նախադասություն ու վերջ դրա համար իմաստ չուներ դնելու մոտավորապես 20-րդ դարի կեսերից արդեն նոր կարծես ավանդույթ է ձևավորվում ճառից հետո առանձին օր Նոբելյան մրցանակաբաշխության կոչվում է Նոբելյան ճաշկերույթ այդ ժամանակ մրցանակակիրները ոչ միայն գրականության այլև մյուս ոլորտների հանդես են գալիս բանախոսություններով ավելի ծավալուն նյութեր են կարդում, որոնք որպես կանոն շատ ավելի հետաքրքիր են ուսանելի եւ շատ ավելի մեծ ասելիք են ունենում։ Քան իրենց գրականությունն ինքնին ասեմ, ես իմաններ չտամ։ Այո, երբեմն ոնց որ առանձին գործեր լինեն, պատմվածքներ լինեն, էսսեներ լինեն։ Այո, ասենք Փամուկին։ Այո, օրինակ Փամուկին ոնց որ մի հրաշալի պատմված կամ էսսե։ Կամ Հանդկեինը շատ։ Այո։ Դրա համար այստեղ կա մի 5-6 բանախոսություն, որ էլի ես առանձնացրել եմ որպես ըստիս շատ ուսանելի, շատ կարևոր, որոնք շատ հետաքրքիր են կարդացվում, որոնք մի քանի տասնյակ էջեր են, եւ կան ճառեր, որոնք 1-2 էջանոց են, իհարկե ոչ բոլոր գրողների դեպքում, բայց մեծ մասի դեպքում էլի շատ մեծ ասելիք ունեն, շատ խորքում։ Գրողներ կան, որ օրինակ անդրադառնում են իրենց ենթադրենք, եթե գրողը փոքր երկրից է, հա փոքր պետությունից իրենց այո ազգային այո գրողներ կան որ ավելի համամարտկային բաներից են խոսում օրինակ Ֆոլկների այդ հայտնի խոսքը որ ինքը շարունակում է հավատալ մարդուն որ մարդը կապրի որտեվ դա ասվել է այդ սառը պատերազմի ամենաթեժ շրջանում որ ամեն վարքյան թվում էր հիմա երրորդ համաշխարհային սկսվի ու մարդկությունը ընդհանրապես կավարտվի գրողներ կան որ նշում են թե ինչքան օրինակ Հեմինգուեյը իր խոսքում էլի շնորհակալություն հայտնելով, բայց նշում է, որ ուրիշ շատ արժանի գրողներ չեն ստացել, այսինքն ինչ որ քննադատություն էլ է երբեմն հնչում հենց նույն Նոբելյան կոմիտեի հանդեպ։ Այնուամենայնիվ իմ կարծիքով սրանք շատ հետաքրքիր են, որովհետև ի վերջո մի հավելյալ նոր խոսք է, որը գրողը իր գրական, հա, ստեղծագործական դաշտում կարծես չի ասել, բայց կարծես օրգանապես ձուլվում է այդ իր գրական ստեղծագործական ու շատ հաճախ տեսել ենք, ասենք, տարբեր էլի հրատարակություններում, ես հատկապես ռուսերեն հրատարակություններ եմ տեսել, գրողի ժողովածուն կազմերից ենթադրենք դնում են նաև իր Նոբելյան ճառը կամ բանախոսությունը, այո, որտեղ դա մի հատված դնում ենք։ Այո, որտեղ դա կարևոր էլի ինչ որ ասելիք ունի ու ի վերջո չեմ հիշի հիմա կոնկրետ որ գրողը, բայց մեկը ասում է, որ սա
ինձ տրված համաշխարհային մեծ ուշադրության 3 րոպեներն են, ես պիտի փորձեմ հնարավորինս հենց Samsung-ն է։ Գուցե, հա, ու ես պիտի փորձեմ հնարավորինս շատ ու ճիշտ բան ասեմ, այսպես ասած, այսինքն իմ ասելիքը հնարավորինս ազդեցիկ լինի, որտեղ էլ եմ ասում, օրինակ լատինամերիկյան գրողները հաճախ իրենց երկրում այդ պահին տիրող դիկտատորական ռեժիմների մասին են խոսում, ժողովուրդների տառապանքների եւ այլն, այսինքն սա նաեւ ինչ որ ժամանակակից լեզվով ասած մեսիջ է, հա, աշխարհին հասցնելու, թե տեսեք ինչա կատարվում մեր երկրում կամ մեր մայրցամաքում, ինչպես Լատինական Ամերիկայի դեպքում։ Մի շատ կարևոր առավելություն այս գրքի շեշտեմ, որը ես շատ եմ սիրում այդ կտորը եւ որը սովորաբար չենք հանդիպի ոչ մի կայքում, հա, թարգմանությունները նկատի ունեմ, այս երևույթին ես առնչվեցի այն ժամանակ, երբ որ օրինակ տպագրում էի Հերման Հեսեի գիրքը, բայց հանկարծ Հերման Հեսեինը չէր, ինչ որ գրողի գիրք եւ հանկարծ պարտեցի, որ նա ունի Նոբելյան ճար կամ բանախոսություն եւ գրքի այդ մասը բաց էր, ստիպված էինք ինչ որ բան տեղադրել եւ հանկարծ գտա այս տիպի նյութեր, թե ինչի համար է Նոբելյան հանձնաժողովը շնորհել այդ մրցանակը, հա, օրինակ նույն Թոմաս Մանին գլխավորապես նրա նշանավոր Բուդենբրոկներ վեպի համար, որ դարձել է ժամանակակից գրականության դասական երգ, կամ ասենք Հայնրիխ Բյոլին նրա ստեղծագործության համար, որը համադրում է ժամանակի ընդգրկուն պատկերումն ու բարձր վարպետությամբ ստեղծված կերպարները, նպաստելով գերմանական գրականության վերածննդին եւ այլն, սա շատ կարեւոր առավելություն է, ասեմ այս գրքի համար, եւ մարդիկ սովորաբար եթե փնտրում էին, հիմա այլևս չեն փնտրի։ Սա գամ մի այլ հատույթի գրքի Տես էլի այդ նախորդ թարգմանություններից եթե խոսենք, օրինակ չկար գայթակղություն նախորդ թարգմանությունները հավաքել, որտեվ այնտեղ կան շատ լավ թարգմանությունների դեպ, ասեմ քեզ, եւ երկրորդ սովորաբար երբ որ մենք էլ առնչվում ենք Նոբելյան բանախոսությունները թարգմանելու հարցին, օրինակ Հանդկեի ճառը կարծեմ թարգմանվեց գերմաներենից, Բյոլինը գերմաներենից, մյուսին անգլերենից, ասենք Մարկեսինը իսպաներենից, այստեղ տեսնում եմ, որ երկու թարգմանիչներ են անգլերենից, Իննա Այվազյանը եւ Սևա Գազարյանը եւ նկատեցի, որ օրինակ Բրոսկու ճառերը թարգմանել է Երվան Տեր-Խաչատրյանը ռուսերենից։ Այստեղ, ահա, երբ որ դու խոսում ես հեղինակային իրավունք ձեռք բերելուց եւ այլն, չկա այդ հենց բնագիր լեզվից թարգմանություն կատարելու պահանջը եւ երկրորդ ես չեմ հետաքրվել ճիշտ ասած կամ տեղակ չեմ այդ Նոբելյան բանախոսությունները իրենք մայրենի լեզվով են ասում թե ինչ որ շվեդերեն թե անգլերեն ուրեմն նախ այո մեծ մասը նախորդ թարգմանությունների մասին գուցե 1-2 հաջող են բայց հիմնականում ինչ որ ինձ է հանդիպել հատկապես համացանցում շատ պակասավոր են երբեմն Google Translate-ի մակարդակի ուղղակի, շատ անհաջող բաներ եմ ընկել, հաջող բաներ եմ տեսել, բայց շատ անհաջող կամ ինչ որ ուսանողական մակարդակի, նույնիսկ տակնեկար, չգիտեմ, թարգմանել են 4 հատ այսինչ կուրսի ուսանող եւ այլն, ու զգում ես ինչքան բան պակաս է, էլի։ Հովհաննես Այվազյանի որոշ թարգմանություններ, այո։ Այստեղ մենք նաև անպայմանորեն ծանոթագրել ենք, այստեղ կարծես 100-ից ավել ծանոթագրություն ունենք, որովհետև այդ ճառերում շատ հաճախ ասվում են տրվում են գրողների անուններ, գրականության երևույթներ են իշատակվում։ Այո, երևույթներ, երկեր եւ այլն, ու գրողներ կան, որ չգիտեմ 30-40 ծանոթագրություն ունեն։ Ինչ վերաբերում է թարգմանությանը, այստեղ սկզբունքի հարցեր ու նաև էլի աշխատանքը հնարավորինս մաչելի, այսպես ասած, դարձնելու, եթե վերցնենք որոշեինք ամեն հեղինակին բնագրից թարգմանել, դա շատ ավելի երկար կտևեր, որոշ դեպքերում գուցե շատ դժվարներ այդ լեզուն տիրապետողի էլ համին դեպս թարգմանության գեղարվեստական թարգմանության մակարդակով գտնելու բայց քանի որ հիմնականում մենք գործ ունենք 1-2 էջանոց տեքստերի հետ որոնք ամեն դեպքում Նոբելյան ֆոնդը մեզ տրամադրել է իրենց կայքում է կա իրենք են թարգմանել, այսինքն պատասխանատու ձևով է թարգմանված, այստեղ կարծում եմ այդքան մեծ կորուստներ չունենք, ինչ որ առումով իհարկե ունենք միշտ էլ Նոբելյան կոմիտեն թույլ տալիս էր ոչ բնագիր լեզուներից եւ մեկ այո թույլ տալիս էր հիմա այնուամենայնիվ որ լեզվով են ասում հիմա դրան է կհասնեմ թույլ տալիս էր եթե դու ցանկանում ես կարող ես բնագրիցը որտեվ իրենց կայքում էլ կա եւ անգլերենը եւ բնագիրը դրա համար օրինակ այո ռուսերեն ռուս գրողները մեկը Երվան Տեր-Խաչատրյանն է թարգմանել մյուս գրողներին Բունինը Սալժենիցինը
եւ մյուս ռուս գրողները Շոլոխովն է նաեւ հայրս լուսահոգի Արմեն Ղազարյանն է թարգմանել եւ մի իսպանալեզու հեղինակի Վարգաս Մարիալոսյան Կարաչոբանյան էր թարգմանել այդ այն թարգմանություններ որ դուրս եկել էր եւ ես իր հետ կապեցի նախորդ տարված գործերը չեն կորել այո իր հետ կապեցի սիրահուրար թույլատրեց նույնիսկ մի քիչ խմբագրեց որտեվ մի 10 տարի առաջ էր արել եւ էտել ենք դրա մնացածը այո անգլերենից են եղել բայց Նոբելյան այդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ բացառությամբ էլի սկանդինավյան ասենք շվեդ գրողների որոնք հենց շվեդերեն են խոսել մնացած անգլերեն են խոսում այսինքն որ այդ պահին Պետր Հանկեն խոսել է այո այդտեղ նստած որտեղ մեծ դահլիճ էլ նո չգիտեմ 700-800 կամ ինչքան մարդ է նստած լինում իրենք չունեն ականջակալներ որ ինչ որ սինխրոն թարգմանություն գնա պիտի անգլերեն խոսես որ բոլորը հասկանան բայց ես ոնց հասկանում եմ իրենց ճառը նախապես բնականաբար ուղարկում են մայրենի լեզվով որը թարգմանվում է եւ նաեւ գուցե տրվում է այդ այնտեղի ներկաներին որտեվ էլի անգլերեն մարդկա շատ акցենտով է խոսում բան ու այդ բանը դժվար է հասկանալ ինչ է ասում պես որ սկզբունքը սա է եղել ես հիմա մտածում եմ այս գրքի նաև ֆունկցիոնալության մասին Սևակ որտեվ համահավաքը այդուհանդերձ ուրիշ մի երևույթ է 33-ն էլ իսկապես ասում ես պատահաբար բայց իսկապես շատ լավ են տրված գրավիչ ինչ ես կարծում այս գիրքը կօգնի այն Նոբելյան մրցանակակիրների գրքերը որ կան այսօր հայաստանյան գրաշուկայում ավելի լավ վաճառվել այսպես ասած եթե տեսանկյունից նայեն կամ լրացուցիչ հետաքրություն կբերի հա այդ գրքերի հանդեպ թե այդ եղած գրքերն են որ շարունակելու են օրինակ նպաստել որ այս գիրքը լավ վաճառվի Իսկ դու մեզ այդտեղ փոխադարձ երևույթ է բայց մի ուրիշ հետաքրքիր այսինքն եւ այս գիրքը կնպաստի եղածների տարածմանը եւ եղածները այո բայց նաեւ գուցե հեղինակներ լինեն որոնք ճիշտ է շատ հայտնի են բայց օրինակ կարող է ինչ որ մեկը չիմանա որ Հենրիկ Սենկևիչը Նոբելյան մրցանակակիր է որտեղ ինչ որ լեհական գրող եւ այլն բայց Նոբելյան մրցանակ ու ինքն էլ իմիջալոց խոսում է էլի քանի որ փոքր երկրից է իր երկրի խնդիրների մասին բան այսինքն այս հարցն է կա գուցե կամ օրինակ Սթայնբեքը որը հա էլի հայտնի դեմք է բայց գուցե չիմանան որ հենց չգիտեմ Նոբելյան է ստացել այսինքն այս առումով ինքը նաեւ ճանաչողական բան է ես վստահ եմ ունի եւ ինչու՞ չէ կնպաստի հետագայում արդեն ինչ որ ավելի մեծ համահավաք ինչ որ բան անելու, բայց դա մի քանի հատորի խնդիր է։ Այդ կարգի, հա։ Այո։ Եթե գումարում ես իրար 4 անգամ։ 4 անգամ, 4 անգամ դեռ այսքան կա, այսինքն 4 cents հատոր կարելի կազմել կամ 3, այո։ Հիմա այդ ծրագիրը Սևակ պայմանավորված է այս հատորի հաջողությամբ, թե ինքնին կա։ Չէ, պայմանավորված է կարծում եմ հատորի հաջողությամբ եւ մի քիչ էլ ժամանակի առումով ինձ թվում է որոշ հեղինակներ էլ էլի պիտի թարգմանվեն հայերենով, որտեվ լիովին անծանոթ գրողին ուղակի տեղադրել նրա համար ու ասել որ Թեպետ արի արձանագրեցին բան չի ասել։ Պետք է արձանագրենք Սևակ 2013 թվականից սկսած ես ուղակի չգիտեմ որևէ Նոբելյան մրցանակ ստացած հեղինակ, որը 6 ամիս կամ առավելագույնը 1 տարի հետո թարգմանված չլինի հայերեն, ասենք նույնիսկ Աբդուլ Ռամակ անունը չգիտեմ։ Մենք ենք թարգմանել, բայց անունները չգիտեմ։ Շնորհակալություն Սևակ, հուսամ, ամեն դեպքում հուսամ, որ այս սիրված ժանրը, հա, կշարունակի թարգմանել, ներկայացնել, որտեվ ես իհարկե իմ ասելիքը շատ դեպքերում հարցադրումների մակարդակով է, բայց ես ուզում եմ նաև փաստել մեր ռադիոլսողներին, որ շատ հեղինակների ես բացահայտել եւ սիրել եմ Նոբելյան բանախոսությունների շնորհիվ։ Ես նարդիս հանդեսում օրինակ շատ տարիներ առաջ կարդացի Օրհան Փամուկի Նոբելյան բանախոսությունը Եվ մեծ հետաքրությամբ սկսեցի կարդալ նրա գրականությունը, եւ նա իմ ամենասիրած գրողներից է կամ Մարկեսի Նոբելյան բանախոսությամբ ես նորովի սկսեցի հասկանալու մեկնաբանել իր վեպերը, ընդ որում բանախոսությունից հետո եւս 3 անգամ կարդացի 100 տարվա մենությունը։ Այսինքն ազդեցիկությունը այս բանախոսությունների անկախ նրանից մի էջ են, 10 էջ են, 4 էջ են, իսկապես շատ մեծ է, եւ ուզում եմ անպայման փաստել, որ սա շատ կարեւոր, շատ շնորհակալ գործ է եւ իր ուղղվածությունները գործառնական մի քանի շերտ շատ կարող են ունենալ եւ վստահաբար հուսանք դրանք մեր իրականության մեջ մեծ ազդեցություն կունենա։ Շնորհակալություն քեզ շատ։
Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Սևակ Ղազարյանի հետ։ Մեր զրույցի թեման 33 Նոբելյան մրցանակակիր ժողովածուներ։ Լավ եղեք։